Պարոն Խաչատրյան, 250 միլիոն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարանային ապահովվածությամբ։ Այդ գումարները վստահ լինենք, որ ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար, սա մեկ, եւ երկրորդ 250 միլիոնով քանի շահառուի ծածկույթ եք փակել ունեք հաշվարել, այսինքն դուք նախորդ հաշվել եք, որ այսքան ընտանիքով փորձում ենք ապահովել, դրա համար անհրաժեշտ է X գումար։ Եվ երկրորդը, որ մենակ քաղաքացիություն եք նշում, դա այդպես չի։ Ես ուզում եմ, որ 26000 քաղաքացիներից դուք նշեք, քանի մարդ է դիմել եւ քանիսն է ստացել հավաստագիր, այսինքն բնականաբար ինքը արդեն քաղաքացիություն ստացել է, որ դիմել է, եթե ստացած չէր, չէր կարող դիմել։ Եվ դրա պատճառը արդեն քաղաքացիությունը չէ, այնտեղ ձեր բերած այնպիսի ծանր չափորոշիչներն են, վարկային պատմության հետ կապված, եկամուտի հետ կապված, դե դեպքում խնդրում եմ պարզաբանել, քանի մարդ է դիմել եւ քանիսն են ստացել հավաստագիր եւ մնացածը քիչ են ստացել, ինչ պատճառներով։ Պարոն Ղազարյան, մենք շահառու ենք համարում ոչ թե անձին, այլ ընտանիքին, եւ ինչպես նշեցի 3810 ընտանիք դիմել եւ ստացել է հավաստագիր, անկեղծ ասած ձեռքից տակ չկա թե 3810 ընտանիքի ընդհանուր անդամների թիվը ինչքան է կազմում, բայց 26000 անձ, որոնք ստացել են քաղաքացիություն, դրանք չի կարելի համարել, որ բոլորը միավոր ընտանիքների հանրագումարով է ստացվել, որովհետև կարող է լինել ընտանիքի 6 անդամից 5-ը արդեն ստացել են եւ այդ 26000-ի մեջը մեկը դեռ չի ստացել։ Այս դեպքում ընտանիքը դեռևս չի կարող դիմել եւ ստանալ ուրեմն հավաստագիր։ Ինչ վերաբերում է ծրագրի նպատակայնությանը, եթե ծանոթ եք վարկի համաձայնագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ դրանք միայն այդ նպատակով կարող են ծախսվել եւ որևէ այլ նպատակով մանցանումներ չեն կարող իրականացվել եւ այդ գումարները բացառապես տրամադրվելու է բանկերին, հետեւաբար այլ նպատակ սրա տակ չկա, բայց կարծես մի բան բաց թողեցի, եթե նշեք։ Արձագանք։ Պարոն Խաչատրյան, էլի անցակ, ասում եմ, քանի մարդ է դիմել, ուզում ես ընտանիք ասա, ուզում ես բազմապատկի 3-ով, որոնք որ դիմել են 3600 կամ 3100 ստացել են։ Ուզում եմ դուք հստակեցնեք այն մարդկանց թիվը կամ շահառուների թիվը ընտանիքի կազմով ես ուզում թե անհատապես, որոնք չեն ստացել եւ ինչ պատճառաբանություններով։ Պարոն Ղազարյան, ես նշեցի, որ ձեռքից տակ հստակ Նորից միացրեք։ Պարոն Խաչատրյան, 3100 քանի մարդ ստացել է, դիմել ստացել է։ 10 ընտանիք։ Քանի 26000 մարդուց, քանի մարդ է դիմել եւ չի ստացել։ Եվ ինչ պատճառաբանությամբ այնքան հստակ է, եւ 250 միլիոն վարկ վերցրած գումարները վստահ է, որ կարող ամբողջությամբ չծախսվի։ Դա ըստ նպատակային մնալու բյուջեում թե դասակարգված հոդվածայինով ծախսվելը ըստ անհրաժեշտության։ Այսինքն այդ գումարը վստահ լինենք, որ մնալու է պաուստային ֆոնդում կամ X հիմնադրամում, որտեղ որպես ծախսվի այդ նպատակների համար։ Բնականաբար երբ 250 մարդի մարդը պատահական չէ, որ ասեք քանի մարդ է ստացել դիմողներից, մնացած շարունակությունը արդեն ես կհասկանամ։ Պարոն Ղազարյան, ես նշեցի, որ հստակ թիվ չունեմ հենց այս պահին, բայց եկեք պարզ հաշվարկ կատարենք։ 3810 ընտանիք, եւ եթե հաշվի առնենք, որ առաջին փուլում սկզբնական շրջանում բացել էինք մեծ թվով 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար ծրագիրը, այնուհետեւ բոլորի համար, կարող ենք մոտավորապես հասկանալ, որ միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետեւաբար 3810 անգամ 5 անում է մոտ 19000, մի փոքր ավել։ Այն 7000 անձինք, ովքեր ստացել են, բայց դեռևս չունեն հավաստագիր, ես նշեցի, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է, եւ եթե մեկ անդամը դեռ չի ստացել, միգուցե այս ընտանիքներում, այս անձանց մեջ կան մեծ թվով ընտանիքներ, ովքեր դեռ մեծ թվով անդամներ, որոնք Պետք չի եթե պետքա ես կոնկրետ թվերով կներկայացնեմ, ինչ վերաբերում է վարկային պատմության հետ կապված խնդիրներին, նման խնդիր չկա, շահառուի վարկային պատմությունը որևէ դեր չի խաղում, քանի որ ամբողջությամբ երաշխավորված է պետության կողմից։ Շնորհակալություն հարցերի համար հատկացված ժամանակը ցավոք սպառնվեց։